Լոռու մարզի Աքորի գյուղի 7-րդ փողոցի բնակչուհի Անահիտ Թաթոյանը ցույց է տալիս ծորակից հոսող ջուրն ու վստահեցնում, այժմ խմելու ջրի հետ կապված խնդիր չունեն։ Քմի շատ նորմալ գալիս է։ Ամեն 24 ժամ ջուր ունենք լրիվ։ Գոհ ենք, շնորհակալ ենք։ Մենք այն ժամանակ կալոնկեն անգամ չէր միանում, իսկ քմի ազատ միանում է։ Ոչ մի խնդիր չունենք։ Աքորիում ջրագծերը կառուցվել են 1970-ականներին առանց քաղաքաշինական նորմերը պահպանելու։ Խողովակների խորությունը պահպանված չէ, ջրագծերը անցնում են ճանապարհներով, մարդկանց այգիներով ու տարածքներով։ Գյուղը հնարավոր չէ պատկերացնել առանց թրթուրավոր մեքենաների, տրակտորների։ Դրանք էլ տարիներ շարունակ անցել են ջրագծերի վրայով ու վնասել խողովակները։ Ֆիզիկապես արդեն ջրագիծն էլ քայքայված վիճակում էր։ Անընդհատ վթարները կային։ Ճիշտ է, թաղամասը ջրամատակարարում ուներ 24 ժամ, բայց 24 ժամ էլ այդ վթարներից կորուստերելում մինչև մենք վերացնում ենք այդ վթարները։ Մեկը չվերացված մյուսները վթարում, մեկը չվերացված այդ մյուսները վթարում։ Այս տարի արդեն Վիոլիա ջուր ընկերության Ալավերդի շահագործման տեղամասը Աքորիում վերանորոգել է 1700 գծամետր ջրագիծ 58 բաժանորդի համար։ Այժմ էլ սկսվել է 4-րդ փողոցի ջրագծի նորացման աշխատանքները։ Այստեղ էլ 27 բաժանորդի համար վերակառուցվում է 700 գծամետր հատված։ Բացի այդ, այս ջրագծով են ջուր ստանում նաև գյուղապետարանը, մանկապարտեզը, դպրոցն ու խանութներ։ Աշխատանքների ընթացքում հաշվի են առնվում յուրաքանչյուր դետալ։ Մակերեսային անցկացված խողովակներին փոխարինելու են գալիս 1 մետր խորությամբ ջրագծերը։ Շահագործման աշխատանքները ինձ թվում է 0-ի կհասնեն, առաջիկա գոնե մի 5 տարում հաստատ ստեղ շահագործման աշխատանքներ չենք ունենա։ Նոր խողովակաշարա, որակյալ խողովակներ են։ Իրացման ծառայությունը հեշտ կաշխատի, ջրաչափերը բոլորը ինչպես նկարահանեցիք, տեղափոխվում են սահմանազատման կետ։ Արդեն հսկի չէ, բնակչի հետ առնչվելու խնդիր չի ունենա։ Ծրագրի ավարտից հետո արդյունքները կլինեն առավել քան շոշափելի։ Գյուղի ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի ծավալը ամռան սեզոնին կկազմի 10-ից 12 լիտր վայրկյան, նախկին 70-ից 80 լիտր վայրկյանի փոխարեն։ Աշխատանքները դեռ շարունակվում են, բայց բնակիչներն արդեն իրենց կարծիքն ունեն իրականացվող աշխատանքների ու հատկապես Վիոլիա թիմի աշխատակիցների մասին։ Նրանք իրենց կարծիքը փոխանցում են առանց իրար հերթ տալու։ Մարդկային վերաբերմունքից, քաղաքավարի վերաբերմունքից, ժամանակ չկորցնելուց, մեր ժամանակը տնայելով մեր աշխատանքը կատարել են։ Շատ շնորհակալ ենք պարոն Կոլոլյանից եւ իր ամբողջ աշխատակազմին։ Վիոլիա ջուր ընկերության Ալավերդու տեղամասը սպասարկում է տարածաշրջանի 5 քաղաք եւ 26 գյուղ։ Լեռնային բարդ ռելիեֆը, տասնամյակների պատմություն ունեցող ենթակառուցվածքներն ու մշտական շահագործումը պահանջում են ամենօրյա ինժեներական լուծումներ ու շարունակական ներդրումներ։ Ու գրեթե բոլոր բնակավայրերում իրականացված վերակառուցումների եւ տեղամասի մասնագետների ամենօրյա աշխատանքի շնորհիվ բնակավայրերը ապահովված են շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Հասմիկ Դիլանյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։